Այսօր մեր տաղավարում է Alpha News-ի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր գլխավոր թեման ԵԱՏՄ-ի գագաթնաժողովն է եւ այն հայտարարությունները, որոնք հնչեցին, փաստացի հնչեց վերջնագիր Հայաստանի 4 երկրների նախագահների կողմից մինչև դեկտեմբեր կողմնորոշվել։ Ինչպես կգնահատեք այս ամենը եւ ինչ հետևանքներ են ձեզ սպասվում Հայաստանին մոտակա ամիսներին։ Տեսեք, ըստ էության մենք գործ ունենք մի գործընթացի ավարտի հետ, այսպես ասեմ, կամ գագաթնակետի հետ այդ գործընթացի, որը հայկական կողմը սկսել էր վաղուց, այսինքն նկատի ունեմ այդ եվրոպական ուղին, որը Հայաստանը բռնել էր եւ ակնհայտ այդ ուղին անցնում էր ի հեճուկս Ռուսաստանի, այսպեսի մի ձիրք կար, այսպեսի մի դիրք կար, հա, ավելի ճիշտ ասեմ, այսպեսի մոտեցում ու տոնայնություն կար այդ ուղու մեջ, որ կա, դե ինչ որ մի կառույց կա, հա, մի Ռուսաստան կա, մենք դրա հետ այդքան տես չենք ուզում առնչություն ունենալ, դե հա, ԵԱՏՄ-ում աշխատում ենք, բայց ԱՊՀ-ի հետ, բանի հետ, ՀԱՊԿ-ի հետ գործ չունենք, այսինքն կար որոշակի արդեն ի սկզբանե դրված վերաբերմունք, որի այլընտրանքը իբր եվրոպական ուղին էր։ Այս ճանապարհը հայկական կողմը սկսել էր վաղուց, ռուսական կողմը, եթե մեղմ բառերով ասեմ, զուսպ, հա, գնահատենք ամեն ինչ առանց էմոցիաների, հանդարտ դիտում էր այդ ճանապարհը, այսինքն ինչ է տեղի ունենում, ոչինչ բան չէին ասում, հայտարարություններ չկային, հակառակ 1-2 հարցազրույց կար ընդամենը բարձրաստիճան պաշտոնյանից, որոնք անդադ նույն բանն էին ասում, որ հայերը մեր բարեկամներն են, մենք իրենց դիրքորոշումը հարգում ենք, ցանկացած ընտրություն կհարգենք։ Եկավ այն պահը, երբ որ ուրեմն Հայաստանը ընդունեց համապատասխան օրենք եւ երբ որ պատրաստվեց, հայտարարվեց այն մասին, որ ընդունելու է եվրոպական այդ ոչ բարով համաժողովը, որը տեղի ունեցավ Հայաստանում, եւ տեղի ունեցավ ապրիլի 1-ի ուրեմն Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումը Մոսկվայում, որտեղից սկսվեց արդեն երկկողմանի խաղ, այսինքն մինչ այդ հայկական կողմը միայնակ էր անում, հետո սկսվեց նաև ռուսական կողմի խաղը։ Այսօր մենք դիտարկեցինք այդ ընդհանուր պարտիայի, եթե այդպես կարելի ասել, գագաթնակետը, որտեղ հայկական կողմը հասցրեց նրան, ուղղակի ուրիշ բառ չեմ կարողանում գտնել, որ ոչ թե նրան խորհուրդ տան, ոչ թե բարեկամաբար ասեն, ոչ թե հորդորեն, այլ ինչպես դուք եք ասում, ուղղակի ուլտիմատիվ ձևով, վերջնագրային ձևով ասեն, որ ուրեմն իրավիճակն էսպիսին է, դու զրկվում ես այս ամեն ինչից, եթե շարունակում ես քո ուղին դեպի Եվրոպա։ Իմ համար ամենացավալին այն է, որ մենք գիտեք, սենց ոսկերչական ճշգրտությամբ կրկնեցինք ուրիշների սխալները։ Մենք այսօր ես մեծ ցավով եմ լսում, երբ որ Հայաստանը համեմատում են Ուկրաինայի հետ, բայց մենք մեծ ճշգրտությամբ ուրեմն կրկնում ենք Ուկրաինայի ճանապարհը, այսինքն մենք ի հեճուկս Ռուսաստանի փորձում ենք գնալ Եվրոպա, թողնելով տնտեսական շահեր եւ այսօր մենք ստացանք վերջնագիր։ Շատ տխուր պատկեր է։ Բայց մի բան ավել ասեմ, հիմա դուք ասացիք, որ Ուկրաինա օրինակը, բայց ստե ավելի բարդ է վիճակը եւ ավելի բոլորամար հասկանալի պետք է լիներ։ Ես երբ որ գնացել եմ Երևան, անդադ լրագրողների զրույցներում տեսնում եմ, մարդիկ հաճախ չեն հասկանում ստեի եւ Եվրոպայի իրավիճակը, ինչ հարաբերություններ ներկա փուլում Մոսկվայի եւ Եվրոպայի միջեւ, երբ որ Եվրոպայում բացայտ պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի հետ, հայտարարում են Ռուսաստանի թշնամի եւ նույնիսկ ժամկետներ են հնչում եւ դա անում են պաշտոնատար անձինք, այլ ոչ թե փորձագետ կամ լրագրող, դա հետախուզության պետական երկրի ղեկավար, այս պայմանում երբ որ դու հայտարարում ես, որ գնում ես Եվրոմիություն, դա նույնիսկ 2014 թվականի Ուկրաինան չի, որտեղ այն ժամանակ Եվրոպայի եւ Ռուսաստանի հարաբերությունները այս մակարդակի չէին, նրանք չէին պատրաստում պատերազմ։ Միանշանակ ճիշտ եք, բայց գիտեք ինչու՞մն է խնդիրը։ Սովորաբար մենք չպետք է այդ հանգամանքը թերագնահատենք։ Հասարակությունը մենք ուզենք թե չուզենք, բայց իշխանության որոշակի արտացոլումն է, այսինքն ինչ իշխանություն որ կա երկրում, հասարակությունը այդ իշխանության տրամադրությունները, բնավորությունը, եթե կարելի է, ճակերտներում այդպես ասել, իշխանության բնավորությունը փոխառում է, այսինքն ինչ բնավորություն ունի եւ ինչ խառնվածք ունի մեր իշխանությունը, ակնհայտ խնդիրները չնկատել, որ เป զի առաջ տանել ինչ որ սեփական իշխանությունը պահպանելու միտված ինչ որ ծրագրեր։ Հիմա այդ խնդիրներ չնկատելու հանգամանքը կարծես մեր հասարակության վրա
իրականում փոխանցվել էր, հիմա էլ կա որոշակի, ես ընդունում եմ, բայց մեծ ցավով եմ ասում, այն բեռնատարները, որոնք այս արդեն մի քանի օր չեն կարողանում անցնել եւ հետ են դառնում, շատ արագ այդ սթափությունը բերում են ուրեմն հասարակության մեջ եւ մարդիկ սկսում են տեսնել թե որն է հետևանքը։ Իսկ դա չի բերի հակառակ բերել հակառակ հետևանքի։ Ներկայացնում։ Մենք տեսնում ենք իշխանությունը ոնց է մանիպուլացում, ասում է դե ամեն ինչ նորմալ է, ժամանակավոր ընտրությունից հետո կգնան, կպայմանավորեն կանցնի։ Գիտեք, այսօրվա իրադարձության նաեւ առանձնահատկությունը այն էր, որ այդ ձևով խაფել այլևս չի լինի։ Մեր իշխանությունը ցավոք, ես ցավով եմ ասում, ինչպես շատ այլ պոպուլիստական իշխանություններ աշխարհում հիմնական քաղաքականությունը խაფելն է, այսինքն իսկական իրական խնդիրները չնկատելն է, իրական խնդիրները կեղծ խնդիրներով փոխարինելն է, հա, մենք բազմիցս անդրադարձել ենք, դրա մասին կարելի է ոչ միայն գիրք գրել, դրա վերաբերյալ կարելի է ինստիտուտ ստեղծել, գիտական հետազոտել, բայց այն խնդիրները, որոնք չեն լուծվում բացառապես իշխանության պատճառով, իսկ այսօր հենց այդ իրավիճակն է։ Դրանք չեն կարող հակազդեցություն առաջացնել այդ խնդիրների խորքային աղբյուրների հետ կապված, կա ավելի մոտիկ աղբյուր։ Այսինքն այսօրվա գյուղացին Ռուսաստանին ատելու փոխարեն պետք է իր այդ ուրեմն սլաքները, այսպես ասեմ, վերաբերմունքի ուղի ոչ թե Ռուսաստանին, այլ իշխանությանը, որովհետև Ռուսաստանը դա բազմաթիվ փաստերով ապացուցված է։ Համբերատար այսքան ժամանակ ոչ մի քայլի չդիմելով սպասում էր մինչև Հայաստանում պայմանական եմ ասում, ես չեմ ուզում տերն ու ծառա հոգեբանության մեջ խոսամ։ Հայաստանը ավելի կոռեկտ ուղի կընտրի, հաշվի առնելով այն օգուտները, որը ստանում է Ռուսաստանից։ Այդ համբերությունը անվերջ էր թվում։ Ես ձեզ նույնիսկ այսպեսի բան ասեմ, ապրիլի 1-ից առաջ բազմաթիվ քննարկումներ եմ ունեցել եւ մասնագետների հետ, փորձագետների հետ, հայ եւ ռուս ուրեմն տարբեր գործիչների հետ, տպավորություն կար շատերի մոտ, այնքան էր հաջողել իշխանությունը իր այդ կեղծիքի մեջ։ Տպավորություն կար, որ Ռուսաստանի համբերությունը ոչ միայն անվերջ է, այլ նաեւ ընդհանրապես այդ այլ գործելավոճ չունի Ռուսաստանը, միայն համբերում է, ինչ ուզում են իր հանդեպ անեն, չհաշվելով, որ սա այն երկիրն է, որը ունի կարմիր գծեր, որը թույլ չի տալիս անցնել։ Մի հատ էլ հարց տամ, գիտեմ, որ Երևանում սպասում են, բայց տեսեք, հասարակությունը հասկանալի է, նա ամբողջ տեղեկատվությունը չունի, ինֆորմացիան չունի, նա չի համագործակցում ուղղակի ռուս գործընկերների հետ, Ռուսաստանի իշխանությունների հետ։ Իսկ իշխանությունները դա չեն հասկանում, թե հատուկ արվում է, ինչպես դա նախ ժամանակին եղել է Ուկրաինա, Վրաստան, որովհետև տեսեք, դուք նաև նշեցիք, որ իրենց թվում է համբերությունը անվերջ է։ Մենք այս օրերին տեսանք մի շատ հետաքրքիր հայտարարություն, որ Ռուսաստանը եւ ԵԱՏՄ-ն չեն ֆինանսավորելու Հայաստանի գնալը դեպի Եվրոմիություն։ Մինչ այդ տպավորություններ, որ Հայաստանի իշխանությունները որոշել են, որ պետք է դադարեցնել հարաբերությունը, բայց որոշել են, որ իրենք կորոշեն ժամանակահետը դա լինելու, մինչ այդ ստանալով ֆինանսավորում, տնտեսական օգուտ, որպեսզի ավելի այսպես անցավոտ անցնի։ Այդ իմիջած գործընկերներիցս մեկը շատ լավ օրինակ բերեց, ասեց դա գիտեք ինչ էր նման, ոնց որ դու կնոջդ ասես, որ սիրուհի ունես, ուղղակի սիրուհու տունը վերանորոգում են, սպասում ես մինչև վերանորոգեն վերջացնեն, նոր տեղափոխվես, բայց դեռ կապրես իր հետ, այս մնացած 6 ամիսը մոտորապես էս էր։ Բայց ընդհանուր առմամբ, գիտեք, ինչն է ցավալի, որը նորություն չէ ցավոք սրտի, մենք դրա մասին շատ ենք խոսել, ձեզ հետ էլ հենց այստեղ խոսել ենք։ Այս ճանապարհի ընտրությունը, եթե պայմանավորված լիներ Հայաստանի շահով, հայ ժողովրդի շահով, հայ ժողովրդի ապագայով, հեռանկարով, մենք բոլորս պետք է նստեինք ու լավ մտածեինք, իսկ որ կողմ անցնենք։ Բայց վերլուծությունը ցույց է տալիս մի բան, որ մենք հայտնվել ենք իշխանության ուրեմն շղթայական սխալների պատանտի կարգավիճակում։ Փորձեմ երկու բառով ասեմ, ինքը մեծ թեմա է, մենք կարող ենք հետո մյուս հարցերի շուրջ կամ մի առանձին հարցազրույցում շարունակենք, բայց նայեք, հետաքրքիր բան եմ ասում։ Ուրեմն ուկրաինական հակահարձակման օրերին Փաշինյանը ստորագրում է այդ փաստաթուղթը, որով հանձնում է Արցախը։ Մեծ հաշվով տեղի ունենում աշխարհակաղակական, այսպես տեկտոնական շարժ ուղղակի, որովհետև առաջին անգամ այդպիսի թուղթ է ստորագրվում, այդ պատմությունը ուրեմն ոտնատակ է արվում Արցախը դառնում է Ադրբեջանի մասը ըստ այդ փաստաթղթի, ռուսական
զորքերը, որոնք խաղաղապահներ են դեռ կանգնած են, անտեղի են դառնում, որովհետև պարզվում է նրանք Ադրբեջանի տարածքում են։ Սա բերում է նրան, որ ինքը հայտարարում է Ռուսաստանին հակառակորդ, որը դավաճանեց Հայաստանին, հանձնեց Արցախը եւ այլն։ Հետևաբար Ռուսաստանի հետ ինքը ճանապարհ չունի անցնելու աշխարհաքաղաքական, հայացքները ուղղում է դեպի Թուրքիա եւ Ադրբեջան, Թուրքիան, առնվազն Թուրքիան, չեմ ուզում այստեղ մեխանիկորեն Ադրբեջանին կպցնել, դա ուրիշ պատմություն է։ Թուրքիան դա արևմուտքի օպերատորն է տարածաշրջանում, Եվրոպայի, Միացյալ Նահանգների, հետևաբար այս ամեն ինչի մեջ մի ուղի է մնում։ Եթե Փաշինյանը ուզում է իր իշխանությունը հաջողությամբ պահպանել, կետ A եւ կետ B, որը նույն շրջանակներում է, ինչ որ նոր բանով ընտրողին խաբել, որովհետեւ բան չի մնացել խաբելու։ Սոցիալական հարցերը լուծված չեն, տնտեսականը լուծված չեն, Արցախը հանձնված է, երկիրը ուղակի բզկտված է, ուրեմն հասարակությունը բզկտված է, բաժանված է տարբեր մասերի, սփյուռքը պառակտված է, էլ բան չի մնացել։ Մի հատ խաբելու, ուրեմն գիծ կա, որը կոչվում է եվրոպական հեռանկար, որ մենք գնում ենք դեպի Եվրոպա։ Այս սխալների հետև, հաստատեն մենք այս շղթայի հետևանքով եւ կենցաղային լեզվով ասած Նիկոլի իշխանության մնալու խաթր։ Մենք հիմա հասնում ենք այս կառավարման։ Եթե 90-ականների սկզբում լեր դժվար, բայց մարդիկ գիտեն ինչ համար են դիմանում, որ համար են դիմանում, անկախության համար են դիմանում։ Հիմա ստացվում է պետք է դիմանալ, որովհետեւ ուղղակի մենք գիտենք ոնց է, այսինքն վերջի եզրակացությունը այսպեսին է, քանի որ Նիկոլ ուզում է վերընտրվի, եկեք դիմանանք։ Թող Ռուսաստանի հետ սահմանը փակվի, մենք չգիտեմ էլի, այս ամեն ինչը տանենք, դե բայց Նիկոլ Փաշինյանը կվերընտրվի։ Երևանին եմ փոխանցում, գիտեմ, որ հարց ունեն Երևանում։ Այո, Հայկ, եւ ես առաջին հարցերը զիջելու եմ Տիգրանին։ Տիգրան։ Ողջույն, պարոն Սողոմոնյան, վերջապես մեզ էլ հասավ հարց տալու, այսպես ասենք, բերկրանքը։ Հիմա երկու հարց տամ, օգտվելով առիթից։ Առաջինը, հիմա Ռուսաստանը ասում է Փաշինյան, որ պետք է դու Եվրոպա չգնաս։ Հիմա ո՞նց է Փաշինյանը ապացուցելու, որ ինքը Եվրոպա չի գնալու, այսինքն որոնք են հատկապես Փաշինյանի պարագայում այն երաշխիքները, որը կարող է Փաշինյանը տալ, որովհետև բոլորը գիտեն իր սուտ ասելու մեծ վարպետության մասին, եւ երկրորդը հիշելով են հայտնի անեկդոտը այդ հնդկացիների ոժդի մասին, այն ներքին ձայնի վերջին բանը արդեն քայլը արել ենք ոժդի հանդեպ, թե դեռ տեղ ունենք։ Շնորհակալություն հարցերի համար։ Գիտեք, շատ քաղաքագիտական իմաստով շատ դասական իրավիճակ է։ Ես հասկանում եմ, որ միամիտ մարդ եմ, քաղաքագիտությունից եմ խոսում, այդ մարդիկ, եթե նույնիսկ լսել են դրա մասին, բոլորովին այլ գործելավոճ ունեն, բայց այնուամենայնիվ պարտ կսեմ համարում ասեմ։ Ինչ տեղի ունեցավ, թարգման եմ տեղի ունեցածը։ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի, Ռուսաստանի դաշնակից եւ ԵԱՏՄ մասնակից երկրի ղեկավարությունը հրճակեց եվրոպական ուղի անցնելու մասին, հաստատ դրա մասին էր, ամբողջ խոսակցությունը դրա մասին էր, եւ հանդիպեց ուրեմն վերջնագրի եւ Ռուսաստանի կողմից առանձին եւ ԵԱՏՄ-ի կողմից առանձին, որի արդյունքը մեծ հաշվով լինելու է Հայաստանի ուղղակի տոտալ աղքատացումը։ Եթե ենթադրենք, որ ինչ որ հրաշքով կարելի է փոխարինել այն ինչ որ մեզ տալիս է Ռուսաստանի հետ համագործակցությունը եւ ԵԱՏՄ անդամակցությունը, իսկ դա փոխարինելի չէ տեսանելի ապագան։ Եթե նույնիսկ ենթադրենք, դա մեծ այսպես տուրբուլենտության ժամանակաշրջան է ենթադրում, որի տուժողը լինելու է Հայաստանի քաղաքացին, Հայաստանի սպառողը, սա բոլորովին ակնհայտ է։ Հիմա տեսեք, փաստորեն այս իրավիճակում քաղաքագիտորեն ստացվում է, որ այդ մարդը պետք է հեռանա։ Այդքան մի բան։ Այսինքն պատկերացնում եք, նայեք, մենք այս ամբողջ շրջանում ինչ բարդ խնդիրներ ենք, չէ՞, քննարկում։ Այդ տեսեք, այ Թուրքիան, Ադրբեջանը, Արցախի հետ կապված հարցը, զինանշանները, եթե ավելի դետալային, հա, գնանք։ Հիմա այս ԵԱՏՄ-ի, ուրեմն եւ Ռուսաստանի վերջնագիր եւ բարդագույն խնդիրներ են, որոնք ունեն մեկ պարզ լուծում։ Փաշինյանը չի վերընտրվում։ Եթե ընտրություններ չլինեին, կասեի Փաշինյանը հրաժարական է տալիս։ Հայաստանում տեղի ունենում խաղաղ իշխանափոխություն, օրինական խաղաղ իշխանափոխություն։ Եվ հունիսի 8-ի առավոտյան այս խնդիրները ուղղակի չկան։
որտեղ վերջնագրի հասցեատերը չի վերընտրվել, քաղաքական միակ ուժը Հայաստանում, որը պնդում է, որ պետք է անդամակցել Եվրամիությանը եւ բռնել այդ ուղին, այլևս իշխող չի, եւ այն մի շարք խնդիրները, այդ թվում Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, այդ 300,000 ադրբեջանցիների հետ կապված, այդ պայմանավորվածությունների հետ կապված հրապարակին ոչ, այդ խնդիրները գնում են։ Այսինքն մեծ հաշվով սա բոլորն են, չէ՞ հասկանում։ Այսօր մենք ականատես եղանք ուրեմն Փաշինյանի աշխարհաքաղաքական ֆիասկոյի։ Մենք հիմա գործ ունենք, մենք Հայաստանում ունենք գործող կառավարության ղեկավար, որի քաղաքականությունը ուղղակի ջախջախվեց։ Այսինքն ես հասկանում եմ, որ Հայաստանում ինչ որ մարդիկ դեռ չեն հասկացել, ինչ որ մարդիկ դեռ պետք է ինֆորմացիա ստանան, ընկալեն, ինչ որ մարդիկ դեռ տուժելու են նոր հասկանան։ Ես պատկերացնում եմ, ես չեմ ասում, որ դա կախարդական փայտիկով մի վայրկյանում տեղի ունենում, բայց դա տեղի ունենալու, հաշվի առնելով, որ մենք հիմա ներքաղաքական կյանքի գագաթնակետին ենք, այսինքն Քարոզ Արշավի վերջին շաբաթն է, պարզ է, որ բոլոր քաղաքական ուժերը իջել են փողոց, հրապարակ եւ նրանք այսինքն շատ արագ հասցնելու են մարդկանց այդ լուրերը, ինչպես եւ քիչ առաջ ասեցի, նաեւ այդ լուրը հասցնելու են այն հետ դարձած ապրանքները, բեռնատարերը եւ գործարարները, որոնք չեն կարողանում դա անել։ Հիմա այս իրավիճակն է, հավատալ թե չհավատալ, այ ոնց որ ասում եք, ներքին ձայնի հետ կապված, հավատալ թե չհավատալ, գիտեք ինչն է, եթե փորձենք մեզ դնենք այդ մարդկանց տեղը, այսօր Ռուսաստանի նախագահի ասածը ոնց որ լսենք, ես նկատի ունեմ դեռ շարքային մարդկանց, մեզ բոլորիս, որոնք, ասենց ասեմ, սպառողներ ենք, այսպես ասենք, կամ ընտրողներ ենք, ինչպես ուզում եք։ Եթե մեզ դնենք այդ մարդկանց կողքին ու սկսենք այդ տեսանկյունից նայել, ապա այսօրվա Ռուսաստանի Դաշնության նախագահի ասածները կարծում եմ լիուլի բավարար են, այսինքն մի քանի կետ ես որ լսեցի էներգակիրների հետ կապված, աշխատուժի հետ կապված, որը Հայաստանի համար ուղղակի արհավիրք է, եթե ինչպես նախագահն ասեց, պատենտային համակարգի անցնի հայ աշխատավորը, որը գալիս էր Մոսկվա, իր ներողություն 2 կոպեկ աշխատում էր, վերադառնում էր հետ, գումար էր ուղարկում, այո, մարզեր, տարբեր տեղեր, այսինքն այդ մարդիկ եթե պետք է պատենտ ստանան, այդ միջոցով գումար աշխատեն, այդ քանի տոկոսն է այդ պատենտը ստանալու, պարզ է, չէ՞, կամ քանի օր են կարողանալու այստեղ մնալ։ Կար ուրիշ աշխատաշուկա, ես ուղղակի ուզում եմ այդ հարցը տալ։ Եթե կար, եկեք գնանք։ Հիմա այսօր նաև որոշակի հեգնանքով լսվեց, բայց երևի թե այդ իշխանությունները արժանի են Հայաստանի։ Գինին Պորտուգալիայում եք ծախելու հայկական գինին։ Այս խնդիրները կան։ Ես դրա համար կարծում եմ, որ երկու դեպքում էլ Տիգրան ջան, խնդիրները լուծված են։ Այլ հարց է, որ դրանք պետք է ոնց որ ձևակերպվեն։ Գիտեք, շենքը որ քանդվում է, դեռ փոշին օթում է, հա, հիմա շենքը քանդվել է այսօր, փոշին օթում է, բայց փոշին կնստի մի քանի ժամում կամ մի քանի օրում, հաշվի առնելով նախընտրականը, կասեի մի քանի րոպեում այդ փոշին կնստի եւ տեսարանը տեսանելի կլինի։ Հա տեսնենք թե ինչ շարունակություն կունենա։ Եվ նաև ես եմ հարցնելու ու հարցնելու եմ, կարծում եմ կանխատեսելի հարց կլինի ինձնից։ Վերջին շրջանում հայ-ռուսական, այսպես ասենք, թշնամանք հրահրում եւ բորբոքում են հատկապես թուրք-ադրբեջանական պետական հեռուստաալիքների կամ իշխանությունների վերահսկողությամբ գործող հեռուստաալիքների եթերում։ Մենք սա Alpha News-ի եթերում բազմաթիվ անգամ եւ բազմաթիվ օրինակներով ցույց ենք տվել, նաեւ ինչ որ կերպ փորձելով ցույց տալ, թե որտեղից է բխում այս խնդիրը։ Հիմա Փաշինյանի մասով կարծես թե հակազդեցությունը տեսնում ենք։ Հարցս հետևյալն է, կարծում եք Թուրքիայի եւ Ադրբեջանի մասով նույնպես հակազդեցություն կլինի Մոսկվայից եւ արդյոք կարծում եք, որ Մոսկվայում տեսնում են նաեւ այս թշնամանքը հրահրելու կամ Փաշինյանի կազմակերպածի վրա յուղ լցնելու, ձեռքեր տաքացնելու թուրքերի ադրբեջանցիների ջանքերը շատ միասին են գործում իդեպ այս ուղղությամբ եւ եւս մեկ հարց ընտրություններին ընթരാճ process-ների մասին խոսեցիք ու նաև խոսեցիք օրինական խաղաղ իշխանափոխության մասին, մարդիկ դրսում եւ տարբեր իրավիճակներում հաշվի առնելով մասնագիտությունս, ամեն օր ընտրություններին հետևելու, եթերում աշխատելու, քարոզարշավին հետևելու հանգամանքը պարբերաբար հարցնում են, հատկապես ինչքան մոտենում է ընտրությունների օրը, թե
Ինչ կլինի դրանից հետո արդյոք հանգիստ կգնա, եթե պարտվի։ Ինչ է լինելու հետո, հետ ընտրական process-ների մասին են հարցնում սովորական մարդիկ, որոնք քաղաքականության հետ բոլորովին կապ չունեն իրականում։ Ձեր դիտարկումները երկու հարցերի վերաբերյալ էլ խնդրում եմ։ Անի ջան, երկու հարցն էլ շատ հետաքրքիր են, փորձեմ հնարավորինս կարճ պատասխանել, թեև դժվար է իրականում մեծ եւ ենթատեքստ եւ ընթացք ունեցող խնդիրներ են։ Տեսեք, իհարկե Մոսկվայում նկատում են ոչ թե այն պատճառով, եկեք տեխնիկականի վերացեն, որ նստած կարդում են ադրբեջանական մամուլը, երևի թե կարդում են կամ նստած դիտում են թուրքական հեռուստաալիքները, էլի երևի թե դիտում են։ Խնդիրն այլն է եւ խնդիրը բացարձակ հասկանալի է։ Տարածաշրջանում չի կարող լինել երկու հեգեմոն։ Այդ հեգեմոնը մեկն է, այսօր այդ հեգեմոնը Ռուսաստանի Դաշնությունն է, որը ուրեմն տարբեր ազդեցության լծակներով, ինչը մենք այսօր մի մասը տեսանք, այդ թվում նաև 102-րդ ռազմաբազայով ներկայացված է տարածաշրջանում եւ ակնհայտ է, որ նրան դուրս մղելու ցանկացած փորձ ուղեկցվում է միակ հավակնորդի կողմից, այսինքն դա ուղղակի ակնհայտ է, եթե նույնիսկ Թուրքիան դա ինչ որ ձև, այո, ուրեմն հրապարակային ցույց չտա կամ դա անի շատ այսպես զգուշ, միևնույն է, հասկանալի է, որ դրա հետևում կանգնած է հիմնական հավակնորդը, որը ուզում է զբաղեցնել այդ տեղը։ Այսօր այդ տեղը շատ ավելի թանկ է, հաշվի առնելով այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Իրանում, տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, մեծ հաշվով վերաձևվում այդ հարաբերությունները եւ նոր աշխարհակարգ է ձևավորվում հենց նաեւ այդ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների կապակցությամբ։ Հետևաբար ստացվում է, որ այո, դա նկատվում է եւ կարծում եմ պատահական չէ, որ հենց որ Հայաստան եկան այդ եվրոպական այդ սամիտը չարաբաստիկ, որից հետո այս խնդիրները ուրեմն ավելի սուր դարձան, հենց որ Հայաստան եկան այդ բանագնացները, որոնք ակնհայտ է, որ որպես օպերատոր, ես դրա մասին արդեն ասեցի, տեսնում են Թուրքիային, եւ պարզ է, որ նա էլ առանց մեծ հաշվով, նույնիսկ առանց թաքնվելու, ուրեմն պատրաստվում է այդ գործը անել, Ռուսաստանի հրետորաբանությունը շատ ավելի կոշտ դարձավ։ Սա իմ կարծիքով ուղղակի ակնհայտ է։ Ընդ որում, եթե նույնիսկ օրերով նայեք, ապա կտեսնեք։ Ես հասկանում եմ եւ պնդում եմ նաեւ, որ Զելենսկու այցը, նրա հայտարարությունները Երևանից եւս մեծ նշանակություն ունեցան, ինքնին այդ հավաքի կազմակերպումը բարեկամական համարվող Հայաստանում ինքնին փաստը եւս նշանակություն ունեցավ, բայց նաեւ այս հանգամանքը, որի մասին դուք ասում եք, ակնհայտ է, որ լուրջ նշանակություն ունեցավ եւ այն ինչ որ դուք ասում եք, ակնհայտ է, որ դրված է այս իրադարձությունների ուրեմն որպես կոնտեքստ այս ամենի հետևում դրված է։ Ելի եմ ասում, սրա մասին կարելի է շատ երկար խոսել, բազմաթիվ հանգամանքներ կան, կարող ենք առանձին ոնց որ այս հարցը քննարկել։ Ձեր թույլտվությամբ անցնեմ երկրորդ հարցին, որտեղ եւս բավականին ծավալուն է, որպեսզի անվերջ չդառնա մեր հաղորդումը։ Տեսեք, մեծ հաշվով ինչ սցենարներ կան։ Ես կարծում եմ ընտրությունների որակից դեռ առիթ կունենանք, խոսենք, բայց ինչ սցենարներ այսօր կան։ Այսօր ինչ է տեղի ունենում։ Ես կարծում եմ արդեն դրա մասին բոլորը գիտեն։ Կարևորագույն մի հանգամանք։ Փաշինյանը չունի այնքան ձայն, որպեսզի մեծամասնություն ստանա։ Սա իմ կարծիքով ակնհայտ է, սա ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները, տրամադրություններին քիչ թե շատ ծանոթ մարդ է, այսօր քարոզարշավում ուրեմն ներգրաված մարդը հաստատ այս ճշմարտությունը արդեն գիտի։ Այդ հնարավորությունը Փաշինյանը չունի։ Մաթեմատիկական հաշվարկներ էլ կան, թե ինչպես 680,000 ձայնից պակասում են այնքան ձայներ, որոնք դառնում են մոտարապես 300-350,000 ձայն առավելագույնս, ինչը ոչ մի մասնակցության պարագայում թույլ չի տալիս նրան մեծամասնություն ձևավորել։ Այսինքն մենք արդեն այսօր իմ կարծիքով, նաև մենք որպես լրագրողներ, որպես վերլուծաբաններ, պետք է ֆիքսենք հետևյալը. Փաշինյանը չի կարողանում հաղթել եւ նրա հաղթանակի հայտարարումը կախված է լինելու կամ բռնաճնշումների հետ, կամ ընտրակեղծիքների հետ, որը ել ավելի ծանր հետևանքների է բերելու ուրեմն մեր երկրին, դա ակնհայտ է, այսինքն
հեղինակություն չունեցող արտաքին քաղաքականությունում ֆիասկո ապրած, այդ ֆիասկոն այսօր արձանագրվեց, հա, վերջնական ֆիասկո ապրած իշխանությունը հիմա նաև ոնց որ կեղծում է ընտրությունները։ Հետևաբար մենք պետք է պատրաստ լինենք իմ կարծիքով գլոբալ երկու սցենարին։ Դրանք ենթասցենարներ ունեն, բայց գլոբալ կա երկու սցենար։ Իշխանությունը գնում է ընտրությունների, պարտվում է ընդդիմությանը, չեմ կարող ասել քանի միավորին։ Հիմա դժվար է ինձ ասել, բայց ակնհայտ է, որ առնվազն 3 միավոր միասին կարողանում են հավաքել եւ ստանալ ավելի շատ ընտրողների ձայներ, քան գործող իշխանությունն է։ Եվ դառնում է ընդդիմություն։ Սա իմ կարծիքով բազային սցենարն է։ Հենց այսպես էլ տեղի է ունենալու։ Մենք ստանալու ենք բազմաթիվ խնդիրների ավտոմատ լուծում, այդ թվում նաև այս տնջուկը, որը կա Ռուսաստանի Դաշնության հետ, ԵԱՏՄ-ի հետ, այս գործյան հանգույց է դառնում, դա էլ կարծես թե լուծվում է։ Սցենար երկրորդ, երբ որ իշխանությունը փորձում է համառել։ Ինչ ճանապարհով դա կանի։ Ես չեմ ուզում այդ թեմայով այսպես ֆանտազիաներ անել, որտեղ դրանք մեկը մեկից վատն են, Սարսափ ֆիլմի են նման, թե ինչ կարող է անել իշխանությունը, այն էլ այս իշխանությունը, որ ինչպես մենք տեսնում ենք, ֆանտազիայի պակասի խնդիր չունի։ Այսինքն մենք այս 8 տարում, ես ասում եմ որպես մարդ, որը առաջի օրվանից գործող իշխանության դեմ պայքարել է։ Այս 8 տարվա մեջ չկա մի բան, որ մենք չենք տեսել, նույնիսկ բաներ, որոնք աննախադեպ են, որոնք ընդհանրապես քաղաքական պատմության մեջ տեղի ունենում առաջի անգամ։ Սա իրոք աննախադեպ մի բան է, այսինքն ինչ սցենարներ կլինեն, չգիտեմ, բայց գլոբալ իմաստով սա երկրորդ սցենարն է։ Էլի եմ ասում, կան ենթասցենարներ, բայց դրանք երևի արդեն առանձին քննարկենք։ Ես մինչև ներքին քաղաքականության ասեմ, մեծ հարց եմ ուզում տալ։ Դուք նշեցիք Զելենսկու այցը հայտարարությունները վարվեց։ Մի շաբաթ դրանից առաջ Զելենսկին Բաքվում էր, բայց ես ուշադրություն դարձրեցի, որ չնայած այնտեղ Ադրբեջանը բարդ հարաբերություններ ունի ճգնաժամը Ռուսաստանի հետ եւ այնտեղ ռազմատեխնիկական համագործակցության փաստաթղթեր ստորագրեցին, բայց ես ինչու Զելենսկին Բաքվից որևէ սպառնալիք Մոսկվային չհնչեցեց։ Կրկնեմ, չնայած շատ բարդ են հիմա հարաբերությունները Մոսկվայի եւ Բաքվի։ Այն իր հայտարարությունները Երևանում, ըստ ձեզ դա հատուկ արված պրովոկացիա է, թե ինչ է, թե իրեն բնորոշ ոչներ թույլ տվեցին ինքն էլ խոսեց։ Տեսեք, այստեղ մի հանգամանք էլ ավելացնեմ, միանգամից պատասխանեմ նաև դրան, որտեղ դրանք նույնական են Ռուբիոյի այցի ֆորմատի հետ կապված, այդ օդանավակայանական այցը, օդանավակայանային, չգիտեմ ինչպես է ճիշտ ասել։ Նայեք, միանգամից դրանք նույնական են, դրա համար եմ բերում, միանգամից փորձեմ պատմել, տեսեք։ Ասում եմ նրանց համար, ովքեր օբյեկտիվ պատճառներով տեղյակ չեն։ Ինչպես է աշխատում երկրի դիվանագիտությունը։ Օրինակ ձեզ պատմում եմ այն ժամանակ, երբ որ ես աշխատել եմ պետական ապարատում, այցերը համաձայնացվում էին հետևյալ կերպ, օրինակ, մի օրինակ եմ բերում։ Օրինակ մենք սկզբունք ունեինք, որ Հայաստան ժամանող օտար երկրի առաջնորդը պետք է ժամանի իր մայրաքաղաքից եւ հետո հեռանա իր մայրաքաղաք։ Սա հարգանքի նշան էր եւ մեր գործընկերները ընդունում էին, մենք էլ էինք այդպես անում, դա արարողակարգային հարգանքի նշան է, այսինքն ես ոչ թե դուրս եմ եկել տարածաշրջանով թափառելու ու ձեր ձեռը եմ մտնում ձեռի հետ, այլ ես գալիս եմ ձեզ մոտ իմ առանձին օրակարգով եւ իմ առանձին օրակարգով գնում եմ։ Մյուսը, եթե հյուր է գալիս, կամ եթե դու ես գնում ինչ-որ միտեղ հյուր, ընդունող կողմը իրավունք ունի որոշակի խնդրանքներով հանդես գաս, օրինակ ես գիտեմ, որ դուք վատ հարաբերություններ ունեք X երկրի հետ, խնդրում եմ մեր մայրաքաղաքում այդ հայտարարությունները մեղմել կամ հանդես չգալ։ Որտեղ մենք լավ հարաբերություններ կան, չենք ուզում չասնել։ Այո, հիմա տեսեք, ձեզ կոնկրետ օրինակ եմ ուզում բերել, օրինակ Լատվիայի նախագահ Ֆրեյբերգայի, ուրեմն այցն էր Հայաստան, որը թշնամական հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ եւ անձնական վատ հարաբերություններ Վլադիմիր Պուտինի հետ։ Երևանից ոչ մի հայտարարություն ոչ Ռուսաստանի, ոչ նախագահի հանդեպ չի հնչել։ Սա շարքային դիվանագիտական աշխատանք է, չեմ ուզում հերոսություն սա ներկայացնել, ճիշտ հասկացեք։ Սա արտգործ նախարարության արարողակարգի դեսպանատան շարքային աշխատանք է։ Հիմա ինչ ենք մենք տեսնում։ Ցավոք, ասում են լեզուս պապանձվեր, բայց այդպես է։ Էլի Ադրբեջանը ճիշտ խաղաց,
Այսինքն Զելենսկին եկավ, իրանք իրենց հարցերը լուծեցին։ Նույնիսկ ինքը լրագրողներից էլ այնտեղ զրուցեց, բայց ինչու այդպիսի հայտարարություններ չեղան։ Իսկ Հայաստանը հերթական անգամ ներողություն կենցաղային բառի համար քաշվեց։ Այսինքն եկավ Հայաստան Զելենսկին, արեց աննախադեպ հայտարարություն, որ ինքը պատրաստվում է ռմբակոծել հաղթանակի օրվա շքերթը։ Մեր ունկնդիրներին, հերոստատիտողներին ուզում եմ ուղղակի կես բառով ասել, որ Ռուսաստանի Դաշնությունում անկախության օր չկա, բայց կա հաղթանակի տոն, որ այդպիսինն է համարվում։ Սա գլխավոր տոնն է այս երկրի եւ այդ շքերթը գլխավոր իրադարձությունն է տարվա։ Այսինքն այս պայմաններում դու ոչ մի բան չբանակցես, ուրիշները մտածելու են, որ դու դա հատուկ ես արել։ Եթե նույնիսկ դու դրա մասին չես մտածել, կամ անտեսել ես, կամ չգիտեմ, չես հասկացել, որ դա այդպես է, դա ուղղակի ընդունվելու է։ Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հայտարարությունում նույնիսկ նշեց, որ կարող է հայկական կողմը գոնե իր ելույթից հետո իր անհամաձայնությունը հայտնել։ Միանշանակ, օրինակ ասել, որ շքերթին հարվածելը համարում ենք սխալ, կամ մայրաքաղաքին վնասել, չգիտեմ, դրա ձևակերպումը կարելի է գտնել։ Հիմա ոտքի վրա չանենք, բայց Զելենսկին դա ըստ հատուկ արեց, դա փորձ է եվրոպացիների կողմից կամուրջները վերջնական այրել Փաշինյանի եւ Մոսկվայի։ Եվ Զելենսկին ծառայեց իր ուրեմն ժողովրդի, ինչպես ինքն է կարծում, իր ժողովրդի շահերին եւ հոխորտած Մոսկվայի առաջ։ Լավ, իր իշխանության գիծը տարավ, այսպես ասենք, լավ, ժողովրդին դնենք մի կողմ։ Իր իշխանության գիծը տարավ հոխորտած։ Եվրոպացիք իրանց խնդիրը լուծեցին, այսինքն եկան մի երկիր, որտեղ կա ռուսական ռազմաբազա եւ մատ թափ տվեցին Ռուսաստանի վրա։ Լավ, մեր օգուտը ո՞րն է, եթե մենք փորձենք հասկանանք, մեր օգուտը ո՞րն է։ Գիտեք, մի հատ գիրք կա, ես ինքնիշխանություն, իրենց անունը դու հարաբերություն դատարկ խոսքեր են։ Մի գիրք կա, ես այդ գիրքը կյանքի բերումով եմ կարդացել, ուրեմն Ալեն Կարն է հեղինակը, ինչպես հեշտ թողնել ծխելը։ Դեսի մի հատ գիրք կա, երբ որ ծխելը թողնում էի 14 տարի առաջ, այդ գիրքը կարդացել եմ։ Ուրեմն մեջը մի շատ հետաքրքիր ես հնարք է արած, ուրեմն գրած է ծխելու վնասները։ Ու երկար մեծ գլուխ է այդ գլուխը, ծխելու վնասները, ասենք 40-50 էջ է։ Այդ գլխի վերջում ասում է, իսկ հիմա դիտարկենք ծխելու առավելությունները, որ թերթում ես 6-7 դադարք էջ է, ոչինչ գրված չի, էլի, այսինքն ոչ մի առավելություն չունի։ Հիմա մենք այդ օրն ենք ընկել։ Ես այդ գիրքն եմ անդադ հիշում, երբ որ փորձում եմ ինձ պատասխանել հարցի, լավ, ոչ որպես վերլուծաբան, քաղաքագետ, որպես Հայաստանի քաղաքացի, ուզում եմ մի հարց տամ։ Մեր օգուտը ո՞րն էր, որ մենք բերեցինք ընկանք այս պատմության մեջ։ Ես հələ գիտեք հետ չեմ գնում, այսօր քարոզարշավը Հայաստանում դրա մասին այնքան են խոսում։ Եվ Արցախի հետ կապված, եւ 5000 զոհերի հետ կապված, մյուսի, ես նույնիսկ հիմա դրան չեմ անդրադառնում, հա, ես այս դրվագի մասին եմ հիմա խոսում։ Մեր օգուտը ո՞րն էր 0։ Ընդ որում, ինչ է ինձ շատ ցավալի, կրկնակի, երրակի ցավալի է։ Լավ, այդ եվրոպացի գային, մի առարկայական բան, մի գոնե այդ առանց այդ բանի, հա, վիզաների ռեժիմի, ուրեմն բանը կարգավորին։ Դա էլ տեղի չունեցավ ըստ էության։ Այսինքն հիմա ինքը ասում է առնվազն 2 տարվա մեջ առանց վիզաների ռեժիմ կունենանք։ Իմ կարծիքով ավելի քան անլուրջ է։ Արտուրն է Ամերիկայից ուզում հարց տալ, հետո մի հատ հարց է։ Ողջունում եմ, պարոն Սողոմոնյանին ուզում հարցնել որպես քաղ տեխնոլոգիաներին ծանոթ անձնավորություն, այս քարոզարշավը մինչև հիմա այսպես ձևակերպեմ հարցս, որ քաղաքական ուժն է կամ ուժերն են ավելի գրագետ քարոզարշավ իրականացնում եւ ինչ նոր տեխնոլոգիաներ արդյոք կան այդպիսի նոր երևույթներ, որ նկատեցիք այս քարոզարշավի ընթացքում, որ նախկինում չէին եղել։ Շնորհակալություն Արտուր ջան, ես միակ նոր բանը, որ նկատել եմ այս քարոզարշավի ժամանակ, դա Հայկ Մարությանի քարոզարշավն է, որը ըստ էության տեսակ քարոզարշավ է, այսինքն եթե ես ամեն ինչ ճիշտ եմ հասկացել, ներողություն եմ խնդրում, եթե ինչ որ բան սխալ եմ հասկացել, կարծես թե ինքը Հայաստանում չէր ու Հայաստանում չի, եթե ես չեմ սխալվում, որտեվ կարդացի, որ Լոս Անջելեսում համերգ ուներ, կամ գուցե գնացել եկել է, չգիտեմ, բայց իր քարոզարշավի մեծ մասը դա բեմադրած քարոզարշավ է տեսահոլովակներով, սկեթչերով,
այսինքն stand-up քարոզարշավը, որը իհարկե նորություն է, չեմ կարող ասել, թե որ աուդիտորիան ավելի շատ կհավանի եւ այդ աուդիտորիան քանին տրող է իրենից ներկայացնում։ Իմ համար դժվար է գնահատել, բայց մենք պետք է արձանագրենք, որ սա նորություն է, այսինքն սա նոր բան է, որը Հայաստանում դեռ երբեք չէր եղել։ Մյուս քաղաքական ուժերի պարագայում առանձնապես նորություն չեմ տեսել տեխնոլոգիաների իմաստով, այսինքն դրանք մեծ հաշվով դասական քարոզարշավի շրջանակներում են տեղավորվում։ Բոլորը ինչպես ամեն մեկը ինչպես կարողանում է դա անել, բացառիկ է, որ ուրեմն տարբեր հարցումների արդյունքում առաջի տեղ ընդդիմության ուրեմն ընդդիմադիր ուժերից զբաղեցնող ուժեղ Հայաստանի ղեկավարը քարոզարշավը անցկացնում է տնից։ Եվս նման բան չի եղել, ճիշտ է, խոսելու հնարավորություն ունի, ելույթ ունենալու հնարավորություն ունի, բայց այս դատական սահմանափակումը, որը նրա վերաբերյալ գործում է, ուղղակի ծաղր ու ծանակ է օրենքի նկատմամբ։ Ես ուղղակի ուրիշ անուն չունեմ։ Իսկ վարչական հսկողություն տան սահմաններում։ Ես նման բան չեմ լսել, իսկ ներողություն, եթե իմ տունը օրինակ ասենք 2 սենյականոց է, ո՞նց եք ինձ վերահսկելու այդ բնակարանի շրջանակներում։ Սա այն աբսուրդն է, որը կա այսօր ընտրական գործընթացներում, որը մենք դիտարկում ենք։ Մյուս քաղաքական ուժերի վերաբերյալ իրոք դասական քարոզարշավ է, բայց գիտեք, դա էլ պետք է նշել, որ այնքան փորձում եմ ամենանվազ ուրեմն չվիրավորական բառը գտնել, այնքան անբովանդակ է իշխանության քարոզչությունը, որ մյուս քաղաքական ուժերին ես կարծում եմ նույնիսկ բավականին ձյուրին է այդ պայքարը տանել, այնքան մեծ ձախողումներով է եւ կորուստներով է եկել իշխանությունը այս ընտրություններին, որ մյուս քաղաքական ուժերին լայն այսպես դաշտ է բացվել ուրեմն քարոզչություն իրականացնելու համար։ Ես կուզեմ Մարտոյի հարցը շարունակել, էլի ներքաղաքական պայքարը քարոզչությունը։ Ձեր կարծիքն դիմության եւ իշխանության։ Իշխանությունը մենք տեսնում ենք փորձում է այսպես կոնֆլիկտներ հրահրելով մոբիլիզացնել որոշակի էլեկտորատ, հակառուսականություն, իբր հանուն ինքնիշխանության հասկանալով որ արկանիշացած է Արցախահայերի դեմ, այսպես ատելության խոսք եւ կոնֆլիկտներ հրահրելով տարբեր խմբերի դեմ։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ բոլոր սոցիալացումներն են ցույց տվել, որ հասարակության մեծ մասը իշխանության դեմ է, բայց ընդդիմադիր ուժերը անդադ նշվում է, որ խնդիր ունեն մոբիլիզացնելու այդ մարդկանց, որոնք իշխանության դեմ են, բայց կամ չեն կողմնորոշվել, որոշ մասը կողմնորոշվել է, ոնց կգնահատեք, թե իշխանության այս ոճը քարոզարշավի եւ մեթոդները եւ ըստ ձեզ ընդդիմադիր ուժերի առաջնորդներին ուժերին հաջողվեց այդ մարդկանց մոբիլիզացնել, ստիպել, որպեսզի նրանք ամսի 7-ին գան եւ քվեարկեն։ Գիտեք, ես բավականին մեծ երկար տևական ժամանակ եմ ծախսում օրեկան։ Դիտում եմ քարոզարշավը գրեթե ամբողջությամբ, ինչը կարողանում եմ on-line, ինչը կարողանում եմ տեսագրությամբ։ Շատ զարմացած եմ պայմանական, շատ զարմացած եմ իշխանության քարոզչության վրա այն իմաստով, որ բովանդակազուրկը իր հերթին, հա, ասենք խոստումնազուրկը իր հերթին եւ այլն, որ նրանք գործում են 18 թվի հոգեբանությամբ։ 18 թվականին, երբ որ այդ հայտնի իրադարձությունները տեղի են ունենում, մի պահ վերլուծենք, հա, շատ կարճ, ինչը հաջողություն բերեց Փաշինյանին։ Ծայրահեղ կոնֆլիկտը օպոնենտի հետ, ծայրահեղ, այսինքն ինքը ասում էր հեռացնելու ենք, պատժելու ենք, այս ենք անելու, այն ենք անելու, խլելու ենք, հետ ենք տալու եւ այլն, եւ երկրորդը դա սոցիալական խոստումներն էին։ Այսինքն հիշում եք կարմիր գծերը, բայց ժամանակի վարկանիշը շատ բարձր էր։ Այո, բայց նաեւ դրա շնորհիվ էր, այսինքն գիտեք, ոնց որ իրար սնում էին, հա, այս երկու հանգամանքները, այսինքն մեկը դա սոցիալական արդարության հանգամանքն էր, մյուսը անարդարների իր հռչակած, էլի, անարդարների դեմ ամենասուր կոնֆլիկտն էր։ Այս երկուսը շատ մեծ էֆեկտ տվեց, այսինքն կոնֆլիկտը ցույց էր տալիս մարդկանց, որ նա ազնիվ է ու պատրաստ է գնալ ինքնազոհության, գնալ մինչև վերջ, իսկ խոստումները առարկայական բան էին բերում մարդկանց։ Լավ,
շատ լավ, կբռնես, այս ինչին կպատժես, այն ինչին սա կվերացնես, բան, բայց դե մենք էլ այդ գումարը հետ կստանանք, կամերաները, կարմիր գծերը դուրս կգան եւ այլն, այսինքն հետո այդ թոշակների բարձրացումը, բանկերի տոկոսների նվազեցումը, ինչ ասես, որ այն ժամանակ չի խոստացել։ Այսինքն այս ամբողջությունը բերել էր արդյունքի։ Հիմա շատ հատկանշական է նաև քաղաքտեխնոլոգիայի տեսանկյունից այդ քաղաքականության վաղճանը բավականին բան տեսք ունի, այսպես պարզ տեսք ունի, այսինքն պոզիտիվ խոստումներն ավարտվել են, մնացել է մի խոստում, որ ես իր բառապաշարն եմ օգտագործում, ում պետք է սատկացնելու եւ այնց անելու, որ թշնամիները մեզ չսատկացնեն։ Մենք այս դիլեմայի մեջ ենք, ուրիշ խոստում մեծ հաշվով չկա, որտեղ ինքը 8 տարի ունեցել է այդ խոստումները անելու եւ ոչինչ չի արել։ Հակառակն է եղել։ Շատ են ուշադրություն դարձնում վառ դեպքերի վրա, ասենք օրինակ բժշկուի կինը, որ մոտեցել էր, էլի իրոք ճճացող դեպքեր են, բայց շատ ավելի հպանցիկ դեպքեր կան, որոնց չգիտեմ, ուշադրություն դարձել եք, թե չէ, օրինակ մոտենում է քաղաքացի, ասում է պարոն Փաշինյան, 5 տարի առաջ այս վայրում կանգնած, ինձ խոսք եք տվել, ուստի բնակարան ունենամ, մինչև հիմա չունեմ։ Մյուսը Փաշինյանը չի իր նախարարն է, խոստում է տվել, բռնացնում են, այսպես ասած, որ խոստումը չի կատարվել եւ այդ հանդիպումը ձախողվում է։ Այս դեպքերը անverջ են։ Չկատարված խոստումների վարչապետ է Փաշինյանը։ Մենք սա պետք է արձանագրենք։ Ինքը չկատարված խոստումների վարչապետ է։ Այս տեսանկյունից շատ դժվար է, որ իշխանությունը ուրիշ բան անի։ Ինչ է մնացել։ Մի հատ կոնֆլիկտ։ Որ էլի կսպանեմ, չգիտեմ, այս կանեմ, այն կանեմ, տունը կխլեմ։ Տունը կխլեմ կտամ, ինչի՞ ես տունը խլում, էլի, այսինքն դա այդ դեպքը չի, որ դու դա պիտի հայտարես, եւ դա 8 տարվա հնության կոնֆլիկտ է, որը այսօր իմ տպավորությամբ ընդհանրապես չի աշխատում։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, գիտեք ինչն է ընդդիմության ամենամեծ առավելությունը այսօր։ Բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք իրոք ընդդիմադիր են, ոչ թե, չգիտեմ, սպոյլերներ են կամ ուղղակի ձևի համար են մասնակցում։ Բոլոր ընդդիմադիր ուժերը առաջարկում են ներառական կառավարում եւ լուրջ փոփոխություններ։ Սա պատկերացնում եք, սա փոխարինելու է մեկ կամակոր մարդու իշխանություն։ Սա շատ մեծ բան է։ Փոքր ինչ վերլուծելու ունակություն ունեցող մարդու համար, այսինքն դու տեսնում ես, որ կա մի մարդ, որը արդեն չի էլ ամաչում հայտարարում, որ կառավարությունը ես եմ։ Մնում է Լյուդովիկոսի պես ասի պետությունն եմ, ես այդքանով վերջանա։ Կա այստեղ մի կամակոր մարդ, ամեն ինչը ձախողած, մյուս կողմից ընդդիմադիր ուժերը եւ առաջարկում են ներառական կառավարում, այսինքն տարբեր խավերից պատրաստ են վերցնել, սփյուռքը հրավիրել եւ ընդհանուր խելացի կառավարում իրականացնել։ Եվ բացի դրանից ունեն նոր խոստումներ, եւ սոցիալական խոստումներ, ընդ որում ամեն մեկը իր բեքգրաունդը ունի, այսպես ասած, որի վրա կանգնած իրավունք ունի խոստանալու։ Հիմա նույն, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը խոսք է տալիս անվտանգություն եւ հետեւից ասում է, ես այդ անվտանգությունը ապահովել եմ մի անգամ։ Իմ ժամանակ պատերազմ չի եղել։ Սամվել Կարապետյանը առաջարկում է երկրի հարստացում, ինքը հարուստ մարդ է, օֆիցիալ միլիարդատեր է, Forbes-ի ցուցակից։ Եվ նույնիսկ հիմա է կարողությունը աճում։ Եվ կարողությունը աճում է բանտում նստած, այսինքն ինքը կարողանում է դա ասել։ Գագիկ Ծառուկյանը առաջարկում է, ուրեմն, չգիտեմ, գյուղացիների հարստացում, ինքը հարստացել է, հենց նաև այդ թվում գյուղատնտեսական բիզնես իրականացնելով։ Այս մարդիկ բան ունեն արած։ Եվ ներառականությունը, ես այլ ասեմ, վերջացնեմ, ներառականությունը պետք չի թերագնահատել։ Ես մի տեսարան եմ տեսել։ Ինձ ուղղակի ապշեցրել է։ Ես այսքան տարի է քաղաքականությամբ կամ զբաղվում եմ կամ հետևում եմ քաղաքականությանը, ես նման տեսարան չի տեսել։ Ուրեմն չեմ ասի որտեղ, էական չի։ Մի բնակավայրում Փաշինյանը հանդիպում է իրականացնում ընտրողների հետ, մարդիկ հավաքվել են։ Միկին բողոքում է, որ իր խոստումը չի կատարվել։ Ուրեմն մարզպետը կանգնած է պահպանության ծառայության աշխատակցի մեջքի հետևը, մոտ չեն թողում գա վարչապետին։ Մարզպետն է գործող, այդ տարածքի մարզպետն է, մարզի ղեկավարն է։ Պահպանության ծառայության աշխատակցի մեջքի հետևից ինչ որ բաներ է ասում, Փաշինյանն էլ հարցնում է, նա էլ պատասխանում է։ Մարզպետը իրավունք չունի մոտիկ գա,
վարչապետին, ես մենք որ երկրում ենք ապրում, այս ինչ երկիր է, մենք այդ երկրում չենք ծնվել, մենք ուրիշ երկրում ենք մեծացել, ուրիշ երկրում ենք աշխատել, այս ինչ երկիր է, ասենց բարգ չի եղել իշխանական։ Հիմա մենք սա ուզում ենք շարունակենք, թե սա ուզում ենք վերջանանք։